Պարոն Հովակիմյան, նախ սկզբում ուզում եմ դուք մի քիչ ներկայացնեք, որովհետև բավական անակնկալ էր ձեր եւ Ռուսաստանի դեսպանի հանդիպումը, ինչու էր եկել նա հանձնաժողով, ինչ կար քննարկելու եւ արդյոք դա պայմանավորված է օրինակ Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությամբ։ Հարգելի լրագրողներ, Ռուսաստանի դեսպանը հանդիպման, այսպես ենք, խնդրանքով դիմել էր մոտ 2 շաբաթ առաջ։ Այսինքն խնդրանքը հանդիպման, ձեր այն ինչ որ ասենց ասած քաղաքական իրադարձությունները փորձում եք կապել, դա հենց առաջ է եղել եւ ըստ էության ինքը եկել էր ծանոթանալու ընթացքին նախապատրաստման եւ նաեւ ՌԴԿ նախագահի հնարավոր այցի նախապատրաստման։ Ռուսաստանից դիտորդներ լինելու են, կա տեսեք, եթե Ռուսաստանի Դաշնություն էս մի քիչ եկեք բանալ, որովհետև եթե ԱՊՀ միջխորհրդանական այո։ Մենք այսօր արդեն իրենց առաջի կազմը 14 հոգանոց կազմը, այսօր վկայականները արդեն այստեղ գալուց առաջ կազմեցին, որպեսզի արտգործնախարարության միջոցով փոխանցվի ԱՊՀ մեր գործընկերներին։ Եթե ԿՀ-ն Ռուսաստանի Դաշնության ԿՀ-ն արդեն մեր հրավիրով են իրենք ժամանում։ Իրենք երկու խողովակ ունեն, այսպես ենք, դիտարկելու ընտրությունները, դա մի խողովակը դա ԱՊՀ շրջանակներում է, ԱՊՀ գործընկերների հետ, մյուսը արդեն անհատական մեր հրավերով, եւ որտեղ մենք բոլոր մեր ընտրական մարմինների, մեր գործընկեր երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներին մենք հրավիրում ենք եւ կարող եմ ասել, որ դեսպանը կներեք նախաձեռնությունն էր, թե չէ, Ռուսաստանի դեսպան այո, որովհետեւ վերջի հանդիպումը, որ եղել է մեր գործընկերոջ հետ, նախագահի Տիկին Պանֆիլովայի հետ որ եղել է, մենք այդտեղ ունեցանք այսպեսի, ասենց ասած, ինքը ինձ հրավիրեց սեպտեմբերին կանալ իրենց խորհրդանական ընտրություններին, ես իրեն հրավիրեցի հունիսին կանալ մեր խորհրդանական ընտրությունները եւ պես կատակով կես կատակ, բայց իրականում լուրջ, ասացինք, քանի որ մերը սկզբում է ոնց որ Տիկին Պանֆիլովան ինքը կժամանի Հայաստան, հետո սեպտեմբերին էլ ես գնամ Մոսկվա։ Այսինքն դիտորդների ձեր զրույցի ընթացքում չի արծարծվել այդ թեման, որ ռուսամետ ուժերին հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական դրական հանձնաժողովը, ապաքաղաքական կառույց։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ դեսպանները, միջազգային կառույցների մեր գործընկերները, որ գալիս են, իրենք հարգում են մեր օրենսդրությունը եւ իրենք շատ լավ գիտեն, որ կենտրոնական դրական հանձնաժողովի մանդատը, կենտրոնական դրական հանձնաժողովի, այսպես ենք, ապաքաղաքական չեզոք լինելը եւ երբեք իրենց խոսքում, գործողություններում չեն անում մի բան, որ կարող է ասել մեր մանդատից դուրս լինել։ Այսինքն դուք մի քաղաքական մի բանավեճի չէ, մի դիսկուսի մասնիկ ասում։ Դեսպաններ կան հանդիպեն, տենց հայտ եղել է, որ տարբեր երկրներից հարգելի գործընկերներ, ես ձեզ հավաստիացնում, որ այս ընթացքում բավականին, այսպես ասենք, պարբերաբար լինում է, բայց այնպես ստացվեց, որ լրահոսից միայն ուշադրության արժանացավ ՌԴ դեսպանի այցը, ես էլ հասկանում եմ ձեր ասում եմ, ի տարբերություն մեզ դուք քաղաքականապես ազատ եք եւ այստեղ, բայց ասեմ, չգիտեմ, մոտ մեկ շաբաթ առաջ էլի դեսպան Բելգիայի պատվիրակությունը խորհրդանական, Էստոնիայի դեսպան, Լիտվայի դեսպան, Ղազախստանի դեսպան կարող եմ ասել սպորտը ինչին էպես շատ ողջավորված մեր ընտրություններում ինչին կհայի հարգելի գործընկերներ բոլոր դեսպանները Հայաստանում հավատարմագրված հատկապես կարող եմ ասել այն դեսպանները որոնց երկրները ունեն օրինակ կենտրոնական դրական մարմիններ քանի որ իրենք պատրաստվում են առաջիկա օրինակ ընտրություններում նաև դիտորդություն իրականացնեն դեսպանները իրենք Բարբերաբար այցելում են կենտրոնական դրական հանձնաժողով, նաև իրենց միջոցով մենք մեր կոմունիկացիան, այսինքն մեր հարաբերություններն ենք պահպանում մեր գործընկեր տվյալ երկրի գործընկեր ընտրական մարմինների հետ եւ այսպես շարունակ։ Ճիշտ հասկացանք, որ նաև Ռուսաստանի Դաշնությունից են դիտորդներ լինելու բացի ԱՊՀ-ից։ Այո, տեսեք դիտորդներ, եթե դուք տեսեք մենք որ դիտորդական առաքելություն
հարգելի գործընկերներ, արտերկրից գալիս են միջազգային կազմակերպություններ, այնպես ինչպես ԱՊՀ-ն։ Այսինքն երկրից իրենք երկրից չեն գալիս, ինքը կազմակերպությունն են ներկայացնում։ Տվյալ դեպքում ԱՊՀ դիտորդական առաքելության շրջանակներում, ինչպես մեր падգամավորնական մեր այդ միջխորհրդարանական վեհաժողովով նկատի ունեմ ԱՊՀ-ի, ասենք նույն Հայաստանի Հանրապետության խորհրդանի падգամավորներ կամ դիվանական այլ ներկայացուցիչներ պարբերաբար, չգիտեմ, ԱՊՀ տարածքներում գնում են դիտորդության։ Ասեմ, այս ներկայիս կազմը, որ 14 հոգին ԱՊՀ-ն, որ հավատարմագրել է, իրենք բոլորը ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունը, բայց իրենք ԱՊՀ ներկայացնող դիտորդներն, այսինքն մենք այս դեպքում չենք, ոնց ասած, երկրով չենք նույնականացնում դիտորդներին։